Առաջադեմ ինքնիշխան ժողովրդավար հետապնդումներ է հիմա էլի։ Առաջադեմ ինքնիշխան ու ժողովրդավար Հայաստանում հոգևորականներին հետապնդելու պատճառով եպիսկոպոսական ժողով չի կազմակերպվի, կարծում է աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանը։ Փոքրիկ Ստալինյան էլի։ Ստալինի մեծ հետապնդումների պատճառով էր ժամանակին Վազգեն առաջին կաթողիկոսը եպիսկոպոսական ժողով հրավիրել Մայրաթորից հազարավոր կիլոմետրեր հեռու Կահիրեում։ 70 տարի առաջ Վազգեն առաջին կաթողիկոսը համաձայն կանոնագրքի, համաձայն Մայրաթորի եպիսկոպոսական ժողով է հրավիրում Կահիրեում 1956 թվականի մարտի 5-ից 8-ը եւ այդ եպիսկոպոսական ժողովին ներկա են լինում օրինակ ասենք Խաչատուր պատրիարք Տրապիզոնցին, Պոլսի պատրիարքը, Եղիշե պատրիարքը Երուսաղեմի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այսօր Գարեգին երկրորդը ստիպված Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում է ժողով հրավիրել Հայաստանի իշխանությունների ճնշումների պատճառով, ասում է նախկին քահանան։ Հաշվի առնելով այն հոգևորականների հանդեպ այն բռնաճնշումները, եպիսկոպոսների հանդեպ այն բռնաճնշումները, հաշվի առնելով որ 4 եպիսկոպոս, արքեպիսկոպոս այսօր կալանքի տակ է, Վեհապար Հայրապետը այնքան խոր իմաստ եւ խորագետ գտնվեց, որ շատ ճիշտ որոշում կայացրեց եպիսկոպոսական ժողովը հրավիրել Մայրաթորից դուրս։ Արարողությունը եզրափակի կամ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում անունով նախաձեռնությանը միացած որոշ մարդիկ պնդում են, թե Մայրաթորից դուրս եպիսկոպոսական ժողով գումարվել չի կարող, նախկին քահանան հակադարձում է։ Մայրաթորը ինքը կայացնում է իր որոշումները, Վեհապար Հայրապետը եպիսկոպոսական ժողով կամ չգիտեմ ազգային եկեղեցական ժողով հրավիրում է խորհրդակցությունների արդյունքում։ Հովհաննիսյանի կարծիքով դեկտեմբերին հետաձգված ժողովն է կազմակերպվելու փետրվարի 16-ից 19-ը։ Դեկտեմբերին Էջմիածինը հայտնել էր, որ եկեղեցու շուրջ զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին վերաբերող հարցեր են լինելու ժողովի օրակարգում։ Եպիսկոպոսական ժողովը իր խոսքը անպայման կասի եւ մենք վստահաբար բոլորս տեղյակ կլինենք դրանից եւ այն կլինի վճռորոշ տվյալ եպիսկոպոսների համար չեմ կարող ասել, բայց կլինի վճռորոշ այն բանով, որ այդ ժողովը հստակ օրակարգ կձևակերպի։ Եպիսկոպոսական ժողով գումարելու մասին Մայրաթորը հայտնել էր Տիրադավ հռչակված եպիսկոպոսների Փաշինյանի հետ առաջին հանդիպումից հետո։ Աստվածաբանը չի բացառում, որ նրանց կարգալույց անելու հարցը նույնպես հոգևոր վերնախավի օրակարգում լինի։ Քննարկումներ միանշանակ կլինեն, չգիտեմ կարգալույցության վերաբերյալ կլինեն, թե ինչի վերաբերյալ, բայց իրենց վերաբերյալ քննարկումներ միանշանակ կլինեն եւ կարծում եմ այդ հարցերը շոշափելի հարցեր են այսօր հայ եկեղեցում, որոնք որ արդիական են եւ որոնք որ քննարկվելիք են եւ քննարկվելու ենթակա հարցեր են, առաջնայնության խնդրով նույնիսկ։ ձեր սկզբունքային Հայտնի չէ Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսները կմասնակցեն այդ ժողովին, թե ոչ։ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում անունով նախաձեռնության մամուլի պատասխանատու Ալմաս Մուրադյանից հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում։ մենք Պետականության ամրացմանը Եթե նրանք չմասնակցեն, Միքայել, Բագրատ, Մկրտիչ եւ Արշակ սրբազաններն էլ անազատության մեջ լինելու պատճառով չկարողանան մասնակցել, միևնույնն է ժողովի որոշումները լեգիտիմ են լինելու, պնդում է նախկին հոգևորականը։ Հայ առաքելական եկեղեցին այս պահին ունի 57 եպիսկոպոս, որից 4-ը կալանավորված են եւ 10-ը Տիրադավ հեռացել են Մայրաթորից։ Չի կարող ոչ լեգիտիմ դիտարկվել, որովհետև մնացյալ եպիսկոպոսները իրենց աջակցությունն են հայտնել Վեհապար Հայրապետին եւ կմասնակցեն եպիսկոպոսական ժողովին։ Մայրաթորում նոյեմբերի 25-ին են վերջին եպիսկոպոսական ժողովն արել։ Այդ ժամանակ դեռ Փաշինյանի հետ չհանդիպած Նավասարդ, Աբրահամ, Առաքել, Սիոն, Վազգեն, Արտակ, Անուշավան, Վրթանես եւ Գևորգ սրբազանների մասնակցությամբ ժողովը կարևորել էր, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների, պահպանեն միաբանության ոգին։ Ալբերտ Սերոփյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։